Ճիշտ այս թեմայով խնդրեմ, որ Քիմ թագավորած 19-րդ գլուխ երթանք։ Քիմ թագավորած 19։ Ով գիշի անցյալ անգամ ինչ կխոսեինք։ Մեկը միտքի մեջ Եղիայի եւ Զոասեղանը, ադի արջի անգամներ։ Անցյալ անգամը։ Խնդիր չէ, գնաք նայել Աստվածաշունչին նայեցեք։ Թակուին, հա։ Թակուին մեկ հատ խոսք գրգեց, շիդագ է։ Ինք վախցավ, եկ գարտանք, 19-1։ Աքահապը Հեզապելին բատմեց այն բոլորը, ինչ արել էր Եղիան, եւ Եղիան շատ բաներ ըրավ։ Եթե ինչպես էր նրա սուրով սպանել բոլոր մարգարեներին, 850 մարգարե, սուտ մարգարե, որ գարավարությունը գողոքար։ Եվ Հեզապելը պատգամավորներ ուղարկեց Եղիայի մոտ ասելով, աստվածները ինձ այսպես անեն եւ սրանից էլ ավելի անեն, եթե վաղը այս ժամանակ քո անձը նրանցից մեկի անձի նման չդարձնեմ։ Եվ այդ լսելով, ով գիհիշե, ինչ խոսեցանք, այդ լսելով, տշնամի խոսքերը լսելով, վեր գացավ քնած իր անձը ազատելու եւ հասավ Հութայի Պերսապե։ Այսօր շատ մարդիկ կան Պերսապե են։ Դեմը ոբեկչելան։ Փախավ իր կյանքը ազատելու, իր անձը ազատելու եւ իր ծառային թողեց այնտեղ, ասին մեկ խոսքով իր ծառայությունն ալ ցկեց։ Իր գոչումը, իր ծառայությունը, որ Աստծո ինքը ստացած էր, ադոնգալ ցկեց։ Ով գիշե, ինչու համար այսպես եղավ Եղիային, ատ Եղիան, որ 3.5 դարվա մեջ լման երգիրը ցնցեց, եւ լման պատմությունն մինչեւ որ գարտացինք մոտ 3.5-4 տարի անցած է, շատ չի անցած։ Սկիզբեն ելավ սովը փերավ, 3.5 տարի անցավ սովը իդ փերավ, գդրեց ներողություն։ Երկինքեն գրագի չեցուց, 850 մարգարե սպանեց, մեծ վերարտնություն փերավ, մեկ օրվար մեջ ամբողջ Իսրայելը ձունգի փերավ Աստծո առջև։ Թագավորեն ոչ կվախնար, փանագեն ոչ կվախնար, ժողովուրդեն ոչ կվախնար, մարգարեներեն ոչ կվախնար։ Հիմա մեկ հատ գին, որ թակուին էր։ Անալ ինքը չսավ, պատգամավոր գրգեց, վախցավ եւ փախավ։ Ինչ է պատճառը։ Խոսեցան գասի։ Ինչ կգարձես է պատճառը։ Արիտանը արդեն վախ մեջ ինգա, եւ վախ իրեն ցկեց որ փախի բաղի։ Այո, համարի մեջն է, այդ լսելով փախավ իր անձը ազատելու։ Այդ լսելով։ Բայց ուրիշ հարցում ունիմ, որ այսօր ադիպիտ պատասխանենք, ինչու լսեց սկիզբեն։ Ասկանը չէր լսել, ինչու հիմա սկսավ լսել։ Հա? So եկուր մեկ հատ ավելի խորի երթանք։ Այսօր 4-րդ համարին վրա պիտի կետրոնանանք այսօր։ So եկեք կարդանք։ Գսե իր ծառան ցկեց եւ անգետ կնայեցեք, իսկ ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անաբադում։ Այսին ճիպավեր գոչումը ցկեց, ծառայություն ցկեց, մեկ օրվա ճանապարհ հագարակ քալեց։ Թեպի անաբադ։ Անաբադներ կան, որ Աստված քեզի կղրգե։ Անաբադներ կան, որ մենք մեզի հոն գտնենք։ Օ, դեր ինձ անաբադ գրգած է, վստահես։ Դերը հետ խոսած է ասոր մասին։ Վստահես։ Շատ անգամ անաբադական վիճակի մեջ կգտնենք մենք մեզի, ոչ թե որովհետև դերը մեզի հոնտրավ։ Իմ Աստվածաշունչի մեջ երբ նայիս գա դեղեր, որ Աստված կղրգե քեզի անաբադ, եւ օգտակար է քեզի համարադի, քեզի կսորվեցնե իրեն վստահիլ։ Իսրայելի ժողովրդին ադպես ըրավ, անաբադի մեջ են անցանցուց։ Մի անտե ժողովուրդը գորոշեր, եթե 11 օրվան պիտի հասներ ոնդեղ, կամ 40 տարիեն պիտի հասներ անդեղ, ադի ժողովուրդը ինք որոշեց, իր դրդունչներով, իր իմպոստությունով, իր խստաբարանոց վիզ ունենալով, այդ պատճառով նույնիսկ այդ սերունդն ալ չմտավ, 40 տարի անաբադի մեջ մնաց, մերավ այդ սերունդը նույնիսկ նոր սերունդը
Այսինքն միլային սերունդը մտավ։ Okay? Իմ սերունդը չի մտավ, միլային սերունդը մտավ։ Այդպես էր այդ ադեն։ Հիները ամեն ձերացան մերան, միան հինեն երկու հոգի մնաց, որ ներս մտավ, Հեսու եւ Քաղեբներ։ So անաբադները Աստված գղրգե, ով Հիսուսին անաբադ դարավ։ Սուրբ Օքին, գսե Սուրբ Օքին արավ Մատթեոս 4-ին մեջը։ Սուրբ Օքին արավ իրեն անաբադ դարավ, որ սատանային փորձը երևակե։ So անաբադները Աստված գղրգե։ Բայց դու գիտես, ադի Աստված ինձ գղրգում է անաբադ, գիտես։ Բայց ուրիշ անաբադներ կա, որ մենք մեզի գղրգենք այնտեղ։ Եվ մեկ օրվա ջամփայալ կգդրենք։ Եթե դու քեզի անաբադային վիճակի մեջ կդեսնես այսօր, ես գտելաթրեմ մեկ հատ հարց տաս, ասես, արդյոք ես գոչումից մեջն եմ կամ գոչումից դուրս եմ հիմա։ Գոչումից մեջ կաբրիմ կամ գոչումից փախուստ տված եմ հիմա։ Արդյոք վախի աստեցության դակ եմ ես, հեզապելի աստեցության դակ եմ կամ ոչ։ Հիսուս աստեցությունը չուներ իր վրա, եւ որ իրեն անաբադ գրգվեցավ։ Իրականության մեջ ճիշտ հագարակը Սուրբ Օքիով մգրդվեցավ եւ անանգ անաբադ գնացինքը։ Բայց ոստե գտեսնես այդ Եղիան մեծ մարգարեն մեկ օրվա ջամփա գդրել են յետքի ինքզին կուր կդավ անաբադ։ So շատ անգամներ սեներ մենք հավատացյալներս մենք մեզի անաբադ կղրգենք, որով մենք մեր գոչումի մեջ չենք, գետրոնացած չենք։ Մեր գետրոնացումը ուրիշ դեղ է։ So լավ գլա որ ինչպես Հիսուս ասավ, եթե առաջին սերդ գործունեացած ես, որ ես կտեսեմ ադի խնդիր է ասավ Տեր Հիսուս։ Ետ նայիր ուր ինգար։ So եթե Եղիան պիտի ելար, այս փորձեմ պիտի անցներ, մեկը պիտի նայեր ուր ինգա, հեզապելին խոսքը լսել են, ես ինգա, բայց արդյոք ադեր ուրիշ բան մնալ գա պիտի տեսնենք։ So ուր ինգար աբաշխարե անգե, այսին այդքան ջամփա գդրելդ, որ անանք գդրեցիր աբաշխարե անգե իդ հագարակ կալե, իդ կնա ուր որ թուն պետք է երտաս։ Իրականության մեջ եւ որ ժամանակ մի քանի համար իդ կդերի Աստուծո գահանտիբի Եղիա, Աստված իրեն առաջին հարցումը ինչ է որ գարցնե։ Ասե ինչու ասես։ Ինչ կնես կորոս։ So մեկը դու քեզ Աստծո դերթիր, երկինքեն գնայիս Եղիան գործածես հիմա, Եղիան մեծ գործեր գնե, երկրի մեջ մեծ վերարտնություն կբերե եւ Աստուծո թակավորությունը կհաստատվի Իսրայելի մեջ, որ հեթանոսած էր Իսրայելը։ Այդ դերի մեջը Աստված իր գործը գնե Եղիայի միջոցով։ Եվ հանգած երկինքեն նայած ադենը գնայի Եղիան ամավաղցավ։ Հագարակը սկսավ երթալ, no, ես քեզի հոնգ ուզեմ երթալ։ Հագարակը սկսավ երթալ, ոչ միան ադի, ինքնինքը անաբադ կդավ, անաս չի փավեր։ Գսե եկավ ու նստեց մի քիհի ծարի դակ։ So հիմա միան չի կալեր, հոգնեցավ հիմա կալել են, անաբադի մեջնալ ծարմը կդավ, ծարին դակնալ նստեց։ Ուրիշ մեկն ա գա Աստվածաշունչի մեջ, որ ծարին դակը նստեց։ Մի քանի հոգի գա, բայց մեկ հատը որ լավ մի կսկուկա սաբուղն է։ Անալ ծարի դակ նստած էր մի ադեն։ Մինչ իր դղան Հովնաթան բادرազմը գներ, ինքը վերը վախկոտ ծարին դակը նստած էր եւ Աստծո կորձը չերներ։ Իր դղան էր այդ օրը Հովնաթան։ Եվ ոստե գտեսնես Եղիան հիմա ծարին դակն ա նստած է։ So դες հանգրվանային բան գա այստեղ։ Գոչումը լքեց, հագարակը սկսավ կալել, ինքզինքը անաբադ կդավ, հիմա անաբադային վիճակի մեջնալ նստիլ ուզեց։ Անգե դուրս չմտածեր որ ելել, հոնգը մտածեր որ մնա, նստի, հանկիս շուկ կդավ, այնտեղը նստի, հանկիսն է։ Եվ այսպես հանգրվանային աշխատի մեր կյանքի մեջ։ Հանգած գնակ կդարձնենք գետրոնացումնից կշեղվի, կսկսենք մենք մեզի հերանալ անաբադային վիճակ կսկսենք, ինչու բաղեմ, Դավիթ, ինչու կբաղեմ որ ես, ինչու համար գրակ չի գա իմ մեջս, խնդիրը ես չեմ։ Հանցավորը հովիվը գելլե գանեն, զարայողները գանեն, ասինչը գանեն, անինչը գանեն, բայց բուն խնդիրը, որովհետև թուն գետրոնացումը չշեղվեցավ։ Եդ Աստուծո վրա դարձուր, նայեր ուր ինգար, աբաշխարե եւ եդ դարձիր ռե այն կորձերը, որ առաջին օրերում գնեիր եւ որ գետրոնացած էիր։ Ադոն գրե, նա ինչ ոս այդ կվարիս։ So յետև գերտան, անաբադային վիճակ կգտնեն, հետո իրենք իրենց աթորի վրա կտեսնեն։ Եվ դարիներ գանցնի։
Դարիներ գանցնի, 1 տարի, 2 տարի, 3 տարի Աստծո կորձի մեջ չենք։ Մեգումը դեռ չեք արոզած։ Մեգումը փամը չեսած։ Նույնիսկ փապակն անգամ չունի։ Գամ վախի աստեցության դագ է, բռնված է, գաբանքի դագ է։ Այդպես հավատացյալ մի լարթուն։ Միալ ուզեր նմանիր այդպես հավատացյալներու։ Ոչ է որ տուն ավելի լավ ես, մյուս ավելի վատ է, այդպես չէ, բայց արթնցիր։ Եղիային պատմությունը գրված է նպատակով, որ մեզի արթնցնե, արթուն բահ է։ Չի քնանանք հանգարց։ Սո հիմա ինձ ինքը նստած կդավ զարինդակ։ Անգե հետքը գսե սրդանց ուզեց մեռնիլ։ Դեսար ուր գահասնի որ հանկրվանները ուզե որ այլևս մեռնիլ։ Ադե բաժարը որ շատ անգամ մարդիկ իրենց հավատքը գտլքեն այլևս։ Գմեռնին իրենց հավատքեն։ Կամ եկեղեցին գցկեն գերտան այլևս։ Հոսե հովիվը քեզի չի գնար օգնել։ Ասված իրեն չի գրծավ հոսե բամանել։ Հովիվը ինչ պիտի գրնա անել քեզի հոս։ Հոս մեկը քեզի չի գնար օգնել, որով թունք ու ցերկովդ ամեն ինչ իր եւ հոնդերները դարիր։ Հերու անաբադները հովիվը հոն չէ, Աստված հոն չէ, մեկը հոն չէ, տուն քեզի հոն գտանինք։ Եվ ամեն տեսակ խնդիրները կսկսի ցակիլ մեր կյանքի մեջ, հոգեվորեն սկսյալ միջև ուրդերները կսկսի հացնել եւ օրը չեն գարտնար ինչ է պատճառը, ուրիշին վրա գնենք միշտ խնդիրը։ Սրդանց ուզեց մեռնիլ, հուսահատ վիճակի մեջ ասավ եւ ասաց արդեն բավական է ով դեր արիմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ։ Աղոտ գրավ, բայց աղոտ գեչ Աստծո գամքը չէր։ Օ, ես գաղոթեմ գոր, ինչ գաղոթես գոր։ Աստծո գամքն եմ աղոթածը, կամ Աստծո գամքն լրիվ հերու բան գաղոթեսում։ Ադու համար շատ լավ գլա, որ լեզուներով խոսիս, շատ անգամ դու չես գիտե ինչ պիտի աղոթես, ես շատ գլա, որ աղոթքի մտնեմ, գսեմ դեռ չեմ գիտե ինչ պիտի աղոթեմ։ Բայց ամենալավագույն բանը կրնամ մնել լեզուներով խոսեմ, որովհետև գիտեմ որ ճիշտ ուզած գամքիդ համաձայն աղոթ պիտի բարձրացնեմ։ Սո լեզուներով կխոսեմ, երկարի լեզուներով կխոսեմ։ Եվ ադի ինձ կփոխե, կբարձրացնե, պայմաններս կշտկե, ինձ նեցուկ կգնա, գրնակ կգնա։ Մենք շատ անգամ մարդ արած չենք գիտեր ինչ պիտի աղոթենք։ Սո ապեղ ծփեղ բաներ իրականացամ։ Եթե առնենք շատ անգամ մեր աղոթներուն գեսեն ավելին պետք է թափվի իրականացամ մեջ։ Դա ես քիչ բան եղա փափուկ ծևով էի շատ մարդիկ կան որ 100% պետք է թափվի Շիդակ ինչքան ադեն եղած է աղոթերս գածես Աստված քու աշխատողն է դեր ադի դուր գուզեմ այսօր ասի գուզեմ բայց հեչ Աստծո գետրոնացում չկա դերունական աղոթքին եթե նայես որ այսօր Աստվածաշնչի դասարանի մեջն է նայ պիտի խոսենք ասի Դերունական աղոթքին գետրոնացումը սկիզբը լման Աստված է։ Թող անուն սրբապանվի, թող թակավորություն կա, թող գամքը դլա։ Ես չգամ մեջը դեր։ Աղոթքի մեջ ես դեր չգամ։ Գեսեն հետո իմ մասից կսկսի դուր մեզ այսօր մեր անաբազորյա հացը։ Սկիզբը ամեն դեր թող քու ուզածը դլա։ Քու գամքը թողլա։ Լման նպատակը Հիսուսին մեր աղոթքին գետրոնացումը դառնա ուր Աստուծո իր գամքը, իր փապակը երկրի վրա հաստատելու։ Իրեն համար ապրիստուն, ոչ թե քեզի համար, ընտանիքիդ համար, բիզնեսիդ համար, ասինչին եւանի, որովհետեւ այդպես կնես աչքդ գչարանա եւ գխավարի յանքդ, բայց եւ որ բարձնա գետրոնացումը շիդակ դելա միս բոլոր բաները քեզի ավելիով բիդրվի եսավ Հիսուս։ Գամ սուտ գխոսի, գամ ճշմարտությունը գխոսի։ Եվ որ ես աս հարցումը գարցնեմ թիմացինին աչքերը գսկսի փայլիլ, որովհետեւ գիտե Խնդիրը ուր եղավ հիմա խնդիրը, որովհետև Աստված սուտ չէ, գիտենք որ բոլորս ադի, չեմը։ Սո ուրեմն ուր է հարցը։ Դիցար, սոս խոնարհություն կբան չէ, որ ադու համար Աստված գսե ինքը գոդրված մարդիկ կփնտրե։ Քանի Աստուծո փապակները մեր կյանքի մեջ իրականանալու համար շատ անգամ մեր եսին թեմ կգնա։ Մեր եսը շատ քիթը կսիրե բարձրացնել։ Անամար ձունգի բիտ բերես, իրեմ իդ վաժեցնես ձունգի կա։ Աստուծո աչև, սո աս մարդը եղյան, մեծ մարգարեն, եսավ այլևս հերիք է դեր չեմ գննարգոր, ով ասաբես աղոտած է,
Չեմ գնար այլևս։ Կարողություն չունիմ, այլ որքան պիտի ելա, այլ հերիք է ասված, չեմը։ Ուրիշներ կա աղոթած են դեր մերցուր ինձ վերջանամ այլևս։ Ով աղոթած է այդպես աղոթ, միջիս եմ մեկը ինձ նայի, ցեք բացածն է։ Okay։ Բայց եթե հավանաբար մի կդ եկավ պատկերներ, կամ դեսած ես պատկերներ, ալ ինձի մերցուր վերջանամ այլևս, չեմը։ Կոնեկու ծեր կրուտ մեջ կմերնի։ Եթե եղյա իսկապես գուզեր մերնիլ, անգելց գուզեր մերնել, բեք չուներ անաբադ երթալու, գրնար ինձ ինքը եզապելին անցնել, ասել ահա, ներցուր ինձի։ Չեմը, բայց ադպես չրավ, անշուշ, որովհետև մենք շատ անգամ ալ ադպես գսենք պաներ, բայց իրական գուզենք ադպես էլ լա, դեր մերցուր ինձի, բայց վստահ ես, գուզես մերցնեմ կեզի, ընդանիքդ ինչ պիտի լա, բզիկդ ինչ պիտի լա, և այլն, չեմը, եկեղեցին ինչ պիտի լա, գուզես մերցնեմ կեզի, ಸೊ ինքը իսկապես չեր ուզեր, բայց խնդիրը ինչ է, դեղմը ասած է, որ այլևս ինքնա խղճացման վիճակի մեջ է, okay? Խղճալի վիճակի մեջ ասած է, ինքս ինքի վրա կխղճա և գուզե ուրիշներ ալ իր վրան խղճա, բայց մեկը չի գայի չոս կոմը, անաբադի մեջ ինքը արանցին է, անաբադի մեջ արանցին է, հոնա գտարնա հետո ինչ կսե, հովիվը մեկ ադիմ մասից չի արծուց, զարայո մեկ ադիմ մասից չի արծուց, մեկը ինձի պարև մը չսավ, մեկը ինձի կոլ մը չրավ, թելեֆոն մը չրավ, թե ինչու համար ես անաբադն եմ, ինչու համար անաբադն ես, ինչ կնես գոնոն անաբադը, ինչի աս պարտին հանտեսը բադրաստած ես տուն կեզի, մենք մեզի գնենք որ այս բոլորը և գագնգալենք որ ուրիշներ ալ մեզի հետ հոնել լան, ինչու? Ալ հերիք է դեր չեմ տիմանար որ սպանե ինձի վերջանամ այլևս, չեմ է։ So, լսելով այս բոլոր բաները եղավ, բայց ինչու լսեց, որովհետև պուն խնդիրը վերջին բարերն է աս իր աղոտքի մեջ, ադալ իր պերանով մատնեց ինձինքը։ Շատ անգամ եթե գուզես գիտնալ տուն ուրես, մեկ հատ շրտներուտ նայիր, քու շրտներդ ինչ բարեր գել է, որ հոնգը գիտնաս ուրես տուն։ Քանի քու շուրտներդ գմատնեն քեզի, քու շուրտներդ ինչ գել է, քու մեջդ գել է, որ քու սրդեդ գել է, քու անցեդ գել է։ Ադի է որ գսե դեր Հիսուս գբղձե կամ գսրպե մեգումը, չէ։ Քու շուրտներդ ինչ դուրս գել է։ Ռադարներդ լավ բաց, պոլիսներդ լավ հետսուր են, ոստիկանություն տիրանդե, հաջստ տիրանդե։ Գիտնաս ինչ գանցնի որ քու շուրտներդ դուրս եւ քու շուրտներդ ներս ինչ կմտնե։ Աչքդ բաց թողլա, որովհետև հոս գտեսնենք խնդիրը եղիային։ Լավ նայեցեք։ Գսե ար ինձի ալ հերիք է ով դեր։ Արիմ հոգին, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ։ Ինչու կգարձես ասմեգը ասավ եղիա, եգուր մեկ հատ ասոր մասին մտածենք։ Ինչու կգարձես։ Եթե դուն ասպես աղոտ պիտի նեիր, ինչու համար այսպես աղոտ պիտի նեիր։ Մորցավ իր ինքնությունը ով է։ Okay, ուրիշ։ Իր դգարություն դեսավ։ Իր հայրերուն նման արավ։ Ինչ սեր գուզես։ Ես իմ հայրերես լավ չեմ ասավ։ Ինչու գարձես։ Ինչու նույնիսկ ադիգը մտածե որ ինքը։ Բասխանդամ։ Եթե ես ասեմ, դեր ես իմ հայրերես լավ չեմ, ուրեմն ինչ կմտածեի որ ես։ Հը։ Այ անցյալը, բայց ինչ, անցյալի մեջ ինչ։ Գսե որ ես իմ հայրերես լավ չեմ, ուրեմն ես կգարձեի, թե հայրերես լավ եմ։ Ահա, բացվեցավ մեջդ։ So եղիային խնդիրը ինչ է։ Ինքը հայրերեն լավ է, մինչև որ աս վիճակին հասավ ինքը, հասկացավ որ ես հայրերես լավ չեմ, բայց
ինչու հոս ասավ, որով ինքը այսպես կմտածեր, իսկ Դավիթ ինչպես կնաս այդ մեկը հաստատել, եկուր քեզի հաստատեմ, մեկ գլուխ առաջ ժողովրդին արջև ինչ ասավ, ես միակ մարգարեն եմ ոստեղ, ինձ մեզ ա ուրիշ մարգարե չի մնաց, մեկ երեա, հանդարդիր, մեկ քեզ մեզ ա դու գիտես քանի հատ մարգարե գար, քեզի իսված է, ապտյան ինչ ասավ իրեն ապտյաձարան, 50 բաց է, թակցված է մարգարեներ, որոնք ձուն չեն ձրած փաղին, չէ՞ մը Իսրայելի մեջ խոսենք, ձուն չեն ձրած փաղին, սո գան ուրեմն, դա մի քանի համարներ արջև Աստված իրեն գսե, մեկը 7000 հոգի գա ձուն չէ ձրած, Աստված ավելի լավը գիտե, սո Եղիան ինքզինքը ինչ ուր դրած է ինքզինքը, բարձրերեն է, ինչու համար, բնականաբար, հավանաբար, բոլորս ալ պիտի անցնենք ասկե, եւ որ Եղիա յետևի հաջողություն տեսավ, ասի 3.5 դարվա մեջ, դեր մփամ մվարերը մեջը, որով ինքզինքը սկսավ տեսնել, որ ես մարգարեն եմ եւ ինձ մեզ ա ուրիշ մարգարե չգա այս երկիրի մեջը, որով մեկն ալ ինձի պես չներգոր։ Okay, մեկ հատ եկեղեցին թող մեծնա, մեկ հատ տրամ թող սկսի կալ քեզի, մեկ հատ բիզնեսը թող պարկավաճի արջև թող երթա։ Հանգարց շատ թյուրին մարդ արարած գմորնա ով իրեն դվավաս ամենա։ Եվ գսկսի ինքը ուրիլ եւ գարձե ինքը միակ եկեղեցին է երկիրի մեջ, գարձե ինքը միակ հավատացյալն է երկիրի մեջ, գարձե ինքը ամենախելացին է, որ իր բիզնեսը ասչավ արջև կնած, ինչ կսկսի լալ, ինքը գսկսի չափչփել ուրիշներուն հետ եւ մորնա Աստուծո։ Հբարդություն, exactly։ Եղիան իր ատկամ մեծ լալուն հանդերց մեկ օրվա մեջ հբարդությունը իրեն քեդին իջեցուց։ Մեկ օր, շատ ժամանակ չարավ։ Մեկ օր արավ, շատ ժամանակ չարավ։ Աստված ինձ ինչ կնես կորոս։ Հետո։ Զոս բավական հարցումներ բացինք, քիձեր բացինք այստեղ։ Մեզ մեջ շատ անգամ շատ հերու չէ, եւ որ եկեղեցիկը սկսենք հաջախել, կամ կամփանիի մեջ ենք աշխատենք, հաշվենք 20 տարի եք աշխատիս այնտեղ։ Եվ հանգած հիմա երդասարտուի մը եկավ եւ քու վրա բոս տրվեցավ։ Ինչ կսկսի բադայել մեջը, անցին, ագրարները գրջդելու կսկսի, չէ՞ մը։ Ասի ինքզինքո ինչ կգարձե։ Ես 20 տարվա փորձարու եմ, ասկան տարվա ասին չունիմ, անին չունիմ, ես հավատացյալները լսել եմ ասպես խոսքեր, ես ասկան տարի գծարայեմ, ես անանք ծարայություն չեմ ըներ, դերի ինձի գկործած է ասպաներում մեջ, Կսան դարվա մեջ է շատ բաներ դեսերեմ։ Եթե իսկապես բան գա սրդիտ մեջ, մասպես հետքեր գա սրդիտ մեջ, լավ գլախոնարիս և դեսնես աբաշխարես ասկե, որով ասի անգումըտ կտարնա հետո։ Եվ որ սկսիս տուն կեզի ուրիշներուն հետ չապել, ուրը զեսը լաս հոգևոր ճամփորդության մեջ, 20 տարի, 40 տարի կամ 1 տարի կարևոր չէ եւ սկսից տուն քեզի ուրիշներուն հետ չափչփել թե ես լավ եմ Փարիսեցին ինչպես դարբերվեցանք եւ որ Փարիսեցին գեցավ եւ կովնալ մուրացկան աղքատ մեկը եկավ եւ Փարիսեցին ասավ դեր լավ որ ես իրեն պես չեմ շնորհակալ եմ դեր որ իրեն պես չեմ իս անիգա իր մեղքերուն համար Աստուծո արջև գեցած եւ գսե դեր մեղավոր եմ ես ներեինձի Գսե ով արդարացավ գսե Ադ մարդը Փարիսեցին ով գիտե քանի դասնյակ դարի հավատացյալն է բայց գրոնավոր դարձած է այլևս Աստուծո արջև գեցած է եւ ինքզինքը գչափչփե որ ուրիշներուն հետը ես ասին չնեմ ես անին չնեմ թող Աստվածս է տունով ես Տուն քեզի մի ուրեցներ որովհետեւ երբ ուրեցնես հետո աշխատանք պիտ բահես պիտ դանիս որ ադի ուրած բահես Բալոնի պես է ով շատ բալոն ուրեցած է յետևի հետո ինչ կլա Քուլուխդ գսկսի այդ ջնշումեն ինչը լալ ցավիլ սո ադորգը նման եւ որ թունգ ուրեցնես
այև ամբողջ ժամանակ պիտի ադի ուրացվես։ Ինչ կլաս հետո գլուխդ կսկսի զառնել։ Անգումդ կսկսի։ Ցեկե թո Աստված ուրեցնե։ Դու քո անունդ մի շիներ, թո Աստված քո անունդ թող շինե։ Դու մարդոց աչե մի փորձեր դու քեզի երևցնել, թող Աստված քեզի երևցնե։ Դավիթ ոչխարներուն յետևն էր, արիթը ճուներ նույնիսկ այդ մեկն էլ, եթե նույնիսկ ուզերն է այրեն այդ ոչխարներուն գնեդեին։ Գսեին քութերը դադի է։ Աստված իրեն ամենուն արջև հանեց դրավ եւ թակավոր օծեց իրեն։ Սավողը սկիզբը շատ լավ սկսավ։ Սիրտը նույնիսկ Աստված սիրտը փոխեց։ Բայց հետո ինչ եղավ Սավողին։ Սկսավ հբարդանալ, իրեն համար արցանները սկսավ շինել, բոլոր կորձերը, որ ինքը հրավ Իսրայելի ժողովուրդին, որով բավական պատերազմներ հրավ Սավողը, սկիզբը շատ լավ էր։ Բայց հետո սկսավ շեղվել, սկսավ հբարդանալ եւ հոսքը դեսնես սիրելիս, որ իսկական պատերազմը եղել հոգեվոր պատերազմ է։ Ֆիզիկական պատերազմը չէ, ադիպամը չէ իրական ճանաչ, բուն խնդիրը հոգեվոր պատերազմ է, ոնգեգը սկսի ամեն ինչ, որովհետև Եղիա սկիզբը աստուծմով գկալեր, բահբանված էր։ Թագավոր իրեն մոտեցավ նույն ցևով, իրեն վրա ահ բերելու, ով Իսրայելի նեղիչ, թագավորը իրեն կփնտրեր ամբողջ երկիրի մեջ չեր գտնել, մյուս ասկերուն ալ իր մասին գարցներ, մեկը չեր գտներ իրեն։ Եվ որ Աստված Եղիային ասավ քնա թագավորին արչև ելիր, քնաց երևցավ։ Չվախցավ ոնդեղ Եղիա նստած չէ խոգացած, թե հիմա աս թագավորի իմ մասիս ինչեր գնեգոր, ինձի գահալած է, աչծախ, ինձի կփնտրե, ինձի պիտի սպանե եւ այլն, չէ՞։ Անոնց մեկը չի մտածեց, եղավ թագավորին արչև երևցավ, թագավորը իրեն ասավ ով Իսրայելի նեղիչ, իրեն չաստեց ադի, ասավ նո, ես չեմ թունես ասավ թագավորին, իր մեջ չեր վախնար թագավորեն։ Մենք տուն քեզի թագավորի արչև դիրևադան խոսքս է։ Արաքյալները ամեն օրին գայսրներու արչև գեցան արաքյալները։ Թագավորներու արչև գեցան եւ իրենց վկայությունը դվին։ Անվախ էին։ Բայց ադիգա իրենց մեջ չեկավ, ադի հոգի են եկավ։ Եղիանալ աստուծմով գշարժեր սելով աստուծո հոգին գար իրեն բադած էր եւ չի գրծավ տշնամին ад հարցագումով իր մեջ մտնել այնտեղ բայց եւ որ հաջողությունները շատցան հոն ամենավտանգավոր քեդինն է այլ եւ հոն ամենաշատը սկուշ պիտի լաս որ հանգարց քիթը չսկսի փարսանալ եւ գարձես որ թուներ իրաս ամենա Աստվածաշունչի մեջ գսե եւ հարստանաս չմորնաս ով դվավ քեզի հարստանալու կարողությունը եւ օրհնությունը ով դվավ ադի քեզի Չմորնաս, որով Իսրայելի ժողովուրդը խոստացված երկիրը պիտի մտներ երկրորդ ցերունդը։ Եվ Մովսես փեն օրինաց քիրքի մեջ այս քարոզը ու դա իրենց, որ չմորնան Աստուծո, որով ներս պիտի մտնեն, գաթը պիտի դեսնեն, մեղրը պիտի դեսնեն, բادرաստ քաղաքներ պիտի դեսնեն, որ իրենք չեն շինած, հունցկեր պիտի դեսնեն, որ իրենք չեն հնցած, իրենք չեն ցանած, անոնք բոլորը իրենք պիտի հնցեն, բդուղները պիտի վայելեն, գսե չմորնակ Աստուծո։ Չմորնակ, բայց այդպես ա եղավ։ Վերջավորության։ Հեսուի օրերուն գսե Իսրայելի ժողովուրդը Աստծո գբաշտեր։ Հեսուն մերավ թադավորներու ժամանակը սկսավ։ Շատ արագ մորցան արդեն։ Զոթուն արդուն մի դելաս հոս Եղիա որ Աստծո գծարայր մորցավ Աստծո։ Եվ որով հետև վստահությունը իր Աստուծմե ելավ եւ իր անձին վրա եղավ, հոն բաբանություն չգա այլևս իրեն։ Հիմա նույնպիսի հարցակում եկավ անալ ուղագի հեզապելեն չեկավ, հեզապելը բատկամավոր ղրգեց։ Այսին սատանան անցամ չեկավ իրեն փորձելու, բզդիկ թև մղրգեց իր կովը։ Բզդիկ թև արդեն իրեն զունգի բերավ։ Այսօր հավատացյալներ մեկը բզդիկ թև մգուկա արդեն ինչեր կսկսի ելալ։ Սատանան ինձի գահալած է, ասկն է, անգն է, ինչեր կսկսի նսել։ Բայց որ տուն Աստուծմով գկալես, տուն վախ չես ճանչնար։ Բայց որ վախը ներս կմտնեգոր եւ քեզի ձունգի կբերեգոր, ասել է դեմը գա շեղումը գա տուն պետք ունիս այդ Աստված փնդրես։ Եդ իր երեսը փնդրես։ Իր ներգայացան արչև գանքնիս։ Է բարեփախտաբար հետո Եղիային հետ այդպես կլա։ Մեկը քեզի չի գնար այդ ոտքի անել, միան Աստված գնա քեզի ոտքի անել։ Հետևաբար այստեղ կտեսնես, որովհետև ես իմ հայրերից ավելի լավը չեմ ասավ եւ այդ պատճառով կտեսնես
իր անգումը սկսավ։ Ճիշտ այս է բաժարը, որ Հակոբոս սկսե Եղիան մեզի պես մարդ էր։ Դա ուրիշ թարգմանության մեջ կսե մեզի պես գրքոտ մարդ էր։ Սա սխալներ ուներ, թերություններ ուներ, եւ ահա։ Մեզ ասանք երկինքեն իջած չէր Եղիան։ Մեզի պես մարդ էր, ինքն ալ նույն խնդիրներն անցավ, որ մենք ալ գանցնենք։ Բայց իր եղածը քրված է, իր հետ եղածը քրված է, որովհետեւ ինձ եւ քեզի թասլա, որ մենք նույն սխալներում մեջ չինանք։ Արթուն լանք, պատրաստ լանք, թույլ չտանք, որ մենք մեզի սկսենք ուրիշներեն ավելի բարձր դեղ տնենք։ Ֆիլիպեցիս նամակի մեջ կսե աչը լավ ռադվեսն է սկսե։ Դագրագը կսե մյուսները քեզ մե ավելի բարձրացուր։ Քո աչքի առջև։ Նկատի ար, ճիշտ դագրագը երեգսե։ Որով հբարդությունը ամենափիս բանն է սատանային ձունգի փերավ։ Արուսիագը ձունգի եկավ, սատանա դարձավ իր հբարդության պատճառով։ Առաջին մեղքն է իրականության մեջ։ Եվ ամենավտանգավոր մեղքն է հբարդություն, որով մեմը որ ադի սկսի աչքերը կոծել, այլևս շիդագը սխալեն չես կնա զանազանել, Հիսուսին հբարդ գոչեցին, Հիսուսին Պեղզեպյու գոչեցին, Հիսուսին ինչերսին, խենտացը իր ընտանիքը սավ գլուխը թորցուցեր է։ Հարություն առնել են այդ ընտանիքը ապաշխարեց։ Հակոբոս եկեղեցին գլուխ եղավ։ Իր եղբայրն էր։ Իրեն ինքը հոներ է սավ որ խենտացեր էր մդիկ մինեք գլուխը թորցուցեր է։ Ես գիշեմ եւ որ դարիներուն տածքին եւ եկեղեցի մեջ կմեծնայի գիտես քանի օքի ինձ ասած է հբարդեստուն սկիզբը գծացներ ինձ գնա եկսեի ինչու համար հբարդեմ գսեմ որ սո ազգա աչև կգնա եկսեի դեր եթե հբարդեմ ցույց տուր ինձ դեսնեմ մորցիր իրենց եթե ովևէ մեկ ճշմարտություն կա իրենց սազի մեջ աչքեր սպած դեսնեմ ես բادرաստ եմ ներողությունը ասելու եւ ան որ ինձի մոդիկ է լավ գիտե ես դժվարություն չունիմ ներողություն ասելու նույնիսկ եթե այն մարմինից թեմ մի դիկա դիգա բայց ես շատեր գիտեմ ներողություն չեն գնարսել եւ ինքն էր սխալը all the time բادرաստ եմ ներողություն ասել գիտես քանի օքի ինձի ասած է հբարդես ինչու որով իրենց աչքին աչև միշտ գերեվեի որ կբարձրանամ արչև գերտամ եւ թշնամին քարբիտնե դե սո դուրսեն ինձի չեր տպնար բայց ներսեն ինձի գտպնար եւ որ ներսեն քարու դեի Աշապատ մեկ ինձ հարցուց հովիվ ջան տուն շատ հալածանք կդեսնես ասի հա ներսեն դուրսեն մոդիգեն հերույեն ուղագի եւ անուղագի հալածանքներ կդեսնեմ վստահ օքեյ աղոթեմ ասի մերսի So ինձի կանի օքի ասած է հբարդես բայց խնդալիքը ինչ է բոլոր անոնք որոնք գսեին հբարդես իրենք այսօր եկեցի չեն գար So Տշնամին բիփորձե վրա շատ բաներն է դել Միակ ապահովությունը դա զոց ցերկերում մեջն է բայց նուն հաստատ է որ ազոց ցերկերում մեջն է գեթոանցումը ուր է Աչքը դուր գնայի որ աչքը գնայի որ եղսային աչքը գնայի որ ջենին Մեկա եղբայր մը գա ինձի գխոսեր հավատքի մեջ նոր մտած եւ գսեր ուրիշները գա դարիներով մեջն են ես դեռ նոր եմ սկիզբն եմ եւ ինչպես պիտինեմ ասի մեկը մինա երեսի դու գնաս մեկ ամիսեն 20 տարի եղողեն ավելի արագ վազելսի ուրիշի մինա երեսի ուրիշին այդ մի չափեր տուն քեզիսի ադի վտանգավոր ջամփայ արդեն հուսահատության գտանի ծարին դակ նստիլ գտանի Տուն քեզի մերցնել գտանի աս թելոր դեղերնա քեզի գտանի հոն դեղները չերտաս Բիտ պախտադեսն է մեգում է հետ տուն քեզի Հիսուսին հետ պախտադե Հիսուսին նայր տեպի արջև եւ եթե եդե բիտ նայիս հին անցդ նայր որ մերեր է վերջ Ադհին անցը ցկե եւ արջև Հիսուսին նայր եւ Հիսուսին եդևեն կնա քու գետրոնացումը Հիսուս տողլա որովհետեւ այն ադեն քու աչքդ բարձ գլա այն ադեն քու ամփոչ անցդ գլուսավորվի բայց եւ որ աչքդ Հիսուսեն ելե գետրոնացումը չեղվի բիդի սկսի ուրիշներուն վրա դառնալ աչքդ բիդի չարանա մարմին բիդի խավարի անցդ էությունը բիդի խավարի ասի սկուշություն է որ արթունը լանք չնմանինք անհավատացյալներուն մինայր չեմ եւ հետս կխոսերա շապատ եւ գսեի մեկ վայանսի բազավես մեգա հավատացյալ եմ եկեցի գերտագոր գծարայեգոր
ասոնց մե ովև է մեկեն մի խապ վիրուսի։ Մարդիկ գնան զարայել եւ սրդի մեջ ինչեր շալգած է։ Անցե մեկը մի խապ վիրուսի։ Իրենց բդուղներեն պիտի գիտնաս սա Հիսուս։ Ոչ թե իր ըսածներեն։ Իրենց բդուղներեն։ Ադբես իրենց թադեսավ դեր Հիսուս։ Բայց նախ հաստատ երե որ քո աչքը ձուր չէ, որովհետեւ սխալ չի դադես դիմացին։ Ամեն։ So այսպես եղավ Եղիան ինգավ ճիշտ այս բաժարով եւ ասկե հետնալ դիմակալիկ շապատներում մեջ դերոջ կամքով կդեսնենք ինչպես իդ վերագանքնվեցավ, բայց եւ այնպես սիրելիներ իր արաքելությունը շատ երկար չդվեց Եղիային։ Շատ գարջ էր։ 17-րդ գլուխենը սկսավ 18-ի հիմա 19-ին ենք, 3 գլուխ անցավ, ամենը 3.5-4 դարվա պատմություն է աս ամենը, որ գլա։ Մեկը չեր ջանչնար Եղիային ոտքի ելավ Աստուծմով, Աստծո վստահելով, ոչ թե իր անձին վստահելով, ինչ կորձերով, հետո սկսավ ինքն իր անձին վստահիլ, ուրիշներուն հետ չափչփել, դեղ մփամ եղավ անգումը սկսավ։ Սպարեպախտապար Աստծո կորձը ոնչի վեր չանար մեզի հետ։ Աստված իդ կուքա քեզի ոտքի։ Հիմա գրնար Աստված իրեն ցկել անաբադի մեջ եւ մերնի ինքը, հա։ Գրնար իր ուզածը անել իրեն։ Դու ուզես որ մերին լահակես, մերիր։ Գրնար Կապրիել ղրգել, մեկը ղրգել իրեն սպանել, բայց այդպես չէ մեր Աստվածը։ Մենք գուզենք մերնիլ, մենք գուսադինք, մենք մեր ցերկերը գլվանք, բայց Աստված իր ցերկերը չի լվար։ Իդ քեզի ոտքի գահանե։ Ադի Աստվածը որ ես երթուն կբաշխենք։ Եվ որ մեր ցերկերը փանանք, մեր սիրտը փանանք, իր աչքերը խոնարհենք այսօր, իրեն շնորհակալություն հայտնենք եւ մեր աչքերը իդ իր վրա դարձնենք։ Եթե ովևէ դեղ աս խոսքի մեջ քու սրդիտ մեջ փամը վարեց։ Հոգին աշխատանքը հետաբնթե։ Եվ այդ գեդին վրա աչքը դարձուր հոնդեղը Դեր Հիսուս կամ Աստված քեզի հետ կխոսի, ճիշտ այնտեղ։ Նայր դերը քեզի ինչ կսե։ Եվ հոնդեղ խորացիր եւ այսօրվա աղոթքին ժամանակ ես ուզում ուզեմ ցերկ ցնելով ցե վրա այդպես աղոթել փոխանցեմ օծություն, բայց եւ այնպես ուզեմ որ խոսքին համացայն մոդենաս արջև։ Բարի։ Եկ ոտքի կանգնենք։